Դո Տիրոջ անունը փառավորվի սիլ Աստծո ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Տիրոջ խոսքը այսօր ինչ ուղեց, այսօր իր ժողովրդին, չէ՞։ Խոսած եղբայրը հոգևոր թմրության քննի մասին, չէ՞, Մատթեոսի 25-ի առաջի խոսքից, որ չէ, դա հիմար կույսերի եւ իմաստուն կույսերի մասին ժողովուրդ, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք ինչու համար Տեր Հիսուսը այսօր նախորոք մեզ զգուշացնում է նաև խոսվավ Աստծո վախի մասին, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք երկուսն էլ կարևոր է մարդու կյանքի մեջ, սիրասո ժողովուրդ ջան։ Եվ այդ թմրությունը, որ մարդ այսօր դժգույշ մնա, որ ինքը հանգարց հոգևոր թմրություն չմտնի, ժողովուրդ ջան, նա պետք է արտուն կենա Աստծո հետ, նա միշտ պետք է փնտրի Տիրոջ երեսը։ Եվ ինչպես Տեր օրհնա եւ եղբայրը խոսած նաև Աստծո վախի մասին, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր այո, շատ մարդիկ Աստծո վախը չեն էլ հասկանում, որ մարդիկ գիտեն Աստծո վախը, որ Տերը մի հատ կոբալը ձեռքը սպասում է մի հատ բանից գլխիդ խփի։ Սա չի Աստծո վախը, ժողովուրդ ջան, չի ինչպես եղբայր ներկայացել։ Աստծո վախքը, որ դու սիրում ես քո հորը եւ իր կամքն ես կատարում, սեր ժողովուրդ ջան։ Եթե մի երեխա, եթե մենակ դողալով իր հոր կամքը կատարի, այսինքն եղավ այդ երեխեն դի վախուց ապրի, էլի ժողովուրդ ջան։ Այդ երեխեն կարա իր հորն չսիրի։ Բայց այն երեխեն, որ սիրում է իր հորը եւ իր հոր կամքը կատարում է, չէ, որ այդ երեխեն սիրով անում։ Այսինքն մենք տեսնում ենք ամեն երեխա ինչ ան, նա աշխատում է, որ հանգարց իր ծնողին չնեղացնի։ Սիրասոժոն, ինչպես եղբայրը խոսած, չէ։ Մենք այսօր տեսնում ենք, այո, այսօր սրանք կարևոր հարցեր են, որ Աստված ուզում է, որ մարդը այդ հոգևոր թմրությունից արթնանա, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ ինչպես ինչ եղավ, մարդիկ թմրեցան։ Այսօր ժամանակն է, որ Աստված ասում է տղա ջան, աղջի ջան, ուր է քո յուղը զապաս։ Հիսուս ջան, ժամանակ չունեմ, հələ ժամանակը չի, հələ վաղտը չի, Հիսուս ջան, պատում։ Ժողովուրդ ջան, եւ մենք տեսնում ենք, այո, հիմար կուսեր այդպես մտածում են, ժողովուրդ ջան, նրանք էլ մտածին, այ մարդ, հələ ժամանակը չի, Հիսուս ջան, հələ վաղտ կալը, չէ՞։ Եվ իրանք ճամպա են ետում, ժողովուրդ ջան, մեկինական խոսք չի, ասենք, խոսք եթե մարդը դիտա ճանապարհ, չէ՞, ասենք, միստե որ այդպես սաղ անտառներ, աստե ուշտեղ զապրավկա չկա, չէ՞։ Այսինքն տվյալ մարդը իրան այնքան բենզին զապաս վերցնա, որ ինքը տեղ հասնի։ Եթե մարդը ճամպի կեսին մնաց, ժողովուրդ ջան, ում դի մեղադրի, չէ՞։ Հələ պատկես մարդը հասել է ճամպի կեսին մնացել է ուսումա մեղադրել, ում ես մեղադրում, այ աղբեր ջան, հա։ Այդ դու չտեսում ճամպա կես դիտար, բայց դու բենզինդ ունենար զապաս, չէ՞։ Հիմա նույնպես ինչու համար Աստված իր խոսքը թողել է ինձ ու քեզ, որ մենք էլ իմանանք, որ այդ զապաս յուղը մեզի պետք է ունենա, ժողովուրդ ջան։ Այսինքն դու օրեցօր այդ հավաքես Տիրոջ խոսքը, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ կամքը քո սրտի մեջ պետք է հավաքես։ Որ Տիրոջ կամքը լինի քո սրտի մեջ, ոչ թե իմ ու քոնը դա Աստծո կամքը չի, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է իմ ու քո կամքը վերացնի, Իրանը տնի մեր կյանքի մեջ, որովհետև Իրանը օրհնյալ է, երբ որ ինքն է քո կյանքի մեջ կործանում, երբ որ ինքն է սկսում է այդ աշխատանքը քո սրտի մեջ, ժողովուրդ ջան, նա քեզ ինչ է, նա քեզ մաքրում է, եւ քեզ ինքը սրբացնում է, մաքրում է, քո մեջ բերում է մի հատ ուրախություն, երջանկություն է բերում, չէ՞։ Մենք կենական խոսացին կարող այսօր մարդը մտածած ենք այն մարդ ինչ երջանիկ եղբայր ջան, հին վիճակից նայա երջանկության մասին ես խոսում, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ երջանկությունը կապում են իրանց վիճակների հետ կախված, ժողովուրդ ջան։ Երջանկություն, երբ որ դու ընդունել ես Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ եւ դու հավատում ես այն Հիսուսին, որ նա քեզ համար խաչվե, մահացել է, այդ է երջանկությունը, ժողովուրդ ջան։ Այսօր կարող մարդիկ միլիոններ ունենան, բայց այդ մարդիկ երջանիկ չեն, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք հարուստ Ղազարոսի, չէ, հարուստի եւ Ղազարոսի արագը, հարուստը հարուստ մարդ է, ժողովուրդ ջան։ Օրական քերեխում էր, բայց տեսանք այս մարդը երջանիկ չդառավ։ Այսինքն այս երկրավոր երջանկությունը, սա ժամանակավոր է, ժողովուրդ ջան։ Սա ժամանակավոր է այս երջանկությունը, այս մարդկանց չի ասենք։ Այս մարդիկ իրանց հոգու աշխարհի մեջ այո, կարա ելնեն մի հատ թրվռան, ուրախանան, ուտեն, խմեն, չէ, բայց մարդու հոգու աշխարհի մեջ այս մարդիկ տառապում են միգուցե, մենք չենք տեսնում, ժողովուրդ ջան։ Մարդկանց մեջ վախ կա, որտեվ հոգին, որ մարդու մեջ է, նա հասկանում է, եթե այդ հոգին դուրս եկավ առանց փրկության, այդ հոգին պետք է գնա ուղիղ դժոխք։ Ժողովուրդ ջան, մարմինն ինչ կա։ Այդ մարմինը գիտա վամսոբի հողին ազնեն իրար։ Էքսայ հոգի։ Այդ դու չեր ինձ լսում, չէ, չէ, իմ կամքը կատարում մարմնի։ Ախր դու չդեիր, կամ դա Աստծո կամքը, ժողովուրդ ջան, չէ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այսօր Աստված ինչ ասում, որ այսօր երբ որ մենք ապրում ենք Տիրոջ հետ,
Աստված ուզում է, որ դու ունենաս Աստծո խոսքի իմաստությունը եւ Տիրոջ խոսքի գիտություն ունենաս քո կյանքի մեջ, որ վամիսօր, եթե ոտդ խփես քարին, չասես այ մարդ էս քարով բերեց այստեղ, ես չտեսա։ Քարեր կան, ժողովուրդ ջան, շատ քարեր կան, բայց Աստված ուզում է, որ դու դրանց վրից անցնես, ոչ թե ոտդ խփես քարին, այլ բրի անցնես դրանց վրով, ժողովուրդ ջան։ Այսինքն այն ճանապարհը, որ Տերը բերել դու քեզ դրել է, ժողովուրդ ջան, չէ՞։ Աստված ուզում է, որ մենք ճամփեն անցնենք։ Այո, դժվարություններ կա, փորձություններ կա, հալածանք կա, հիվանդություններ, տարբեր ձևեր կա մարդու կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ այսօր տեսնում ենք ամեն մարդկանց հետ ոնց որ Աստված յուրահատուկ աշխատանք է տանում, ժողովուրդ ջան։ Ամեն մեկս նույն ձևի աշխատանք չունենք Տիրոջ հետ, ժողովուրդ ջան։ Այսինքն դու ունես ուրիշ փորձություն, ես ունեմ ուրիշ, ամեն մարդ ունե իր անտասկը, ժողովուրդ ջան։ Մարդիկ հիվանդության մեջ են անցնում process-ը, չէ՞, ժողովուրդ ջան, բայց այսօր մենք տեսնում ենք Աստված այդ ժամանակ էլ մարդուն սիրում է, ժողովուրդ ջան։ Հիշում եմ, երևի Պավել աղբես, մայր գնացի մի հատ տատիկի այցելության, այդ տատիկը այնքան լուրջ հիվանդ էր, ժողովուրդ ջան։ Շատ լուրջ, ահավոր։ Ասում մենք էլ պես դիրխոր գնացինք տատիկիս մոտը, միսինք ոնց մխիթարենք այս տատիկիս, Հիսուս ջան։ Ասում էր տատիկը մեզի մխիթարեց։ Ասես Պավել ջան, ախր հələ ես ոչինչ էլի հիվանդ եմ, ասենք տառապում եմ, բա իմ Հիսուսին ինչ էր արել, որ իրանց կան ծեզին խաչեցին։ Ժողովուրդ ջան, ինչ էր արել մեր Տերը։ Ինչ էր արել։ Եկավ մարդկանց փրկության համար, վատ բանի համար չէր եկել։ Մեկ ասում եմ Տեր ասված, երբ որ նայում ենք Տիրոջ խոսքը, Տիրոջ արած գործը, ժողովուրդ ջան, ասում եմ Տեր ասված, ախր դու մարդու բարին ես ուզում, չէ՞։ Ասված որ մարդը փրկվի, դժոխք չգնա։ Բայց մեկ է տեսնում ես մարդիկ հակառակ են կենում դրան, ժողովուրդ ջան։ Թողնակ այս տվյալ մարդիկ հասկանան, ուրախանան, ասեն Տեր Հիսուս ջան, շնորհակալ եմ քեզանից հայր, որ դու իմ համար եկար ես աշխարհ, քո կյանքը տվեցիր, որպեսզի ես վաղմիսօր ապրեմ քեզ հետ, ժողովուրդ ջան։ Եվ մենք դա համար տեսնում ենք, որ Աստված ուզում է օրհնի իր ժողովուրդը, սիրասու ժողովուրդ, մանավանդ որ մենք ապրում ենք վերջին ժամանակներին, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր տարբեր ընթացք է գալում երկրի ժողովուրդ ջան։ Կարամ մարդիկ են վատ մտածեն, երբ ուզենամ որտեղ ուզամ կթռնեմ, մի հատ եկավ կորոնավիրուս, փագեցին ճամփեքը, ժողովուրդ ջան, դե թռի, բախի չես թռնում։ Եվ մենք տեսանք, որ դա եկավ մի հատ փորձության շրջան, կորոնավիրուս, ժողովուրդ ջան, շատ մարդիկ վախով ապրեցան։ Հավատքի մարդիկ, մենք անհավատներին թողում ենք, ժողովուրդ, անհավատ կարա վախենա։ Այսօր մենք տեսանք շատ հավատքի մարդիկ վախուց, ժողովուրդ ջան, դաժե կարա քեզի չբարևեին։ Մենք դադելու համար չենք ասում, ժողովուրդ ջան, մենք երբեք ոչ մեկին չենք ուզում դատենք։ Աստված եթե մի բան խոսում է, ոչ թե նա խոսում է ինչ-որ մեկին դատել, նա խոսում է ցավալի համար, ժողովուրդ ջան, որ այսօր մարդիկ իրանց հորը չեն ճանաչում, իրանց Աստծուն չեն ճանաչում, ժողովուրդ ջան։ Լավ, մասկա ես հագնում, վախենում ես, ախր քո կյանքը Քրիստոսի ձեռքերի մեջ է։ Եթե Աստված կամեցա, որ դու ապրես, դու պետք է ապրես։ Ինչքան ուզում ես վախեցի, պայմը դի Աստված քեզի կյանք կա, պետք է ապրես, ժողովուրդ ջան, չէ՞։ Բայց եթե երկնքից հրաման եկավ, եթե մեր հոգին պետք է դուրս գա այս մարմնից, ինչքան ուզում ես գնա պայմը դի։ Հոգին եկավ հրամանը դուրս են գալու, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն մենք տեսանք, որ գալու է փորձության շրջան եւ Տերը փորձում է նաեւ իր ժողովուրդը, ժողովուրդ ջան, իսկ ամեն գալու ասո ժողովրդի փորձության համար։ Եվ մենք տեսնում ենք այսօր այո, շատ մարդիկ վախուց կարա հիվանդան են, ժողովուրդ ջան, իրապես։ Ես հիշում եմ կորոնավիրուսի ժամանակ ես դե Մագադանում էի։ Դե որ եղբայրներ շատ են գալու, տեսնում եմ, այ եղբայր ջան, լարի մտածենք, ինչ պետք է անենք, որ չվարակենք։ Դե մա խանութ էտում ենք, մարդկանց բարևում ենք, ինչ դանենք։ Ժողովուրդ ջան։ Այսինքն այդ քո վախը ինչու համար է պետք, չէ՞։ Եթե դու հայր ունես, Աստված ունես, ժողովուրդ ջան, դե մենք հասկանում ենք բաներ կա, որ մարդը պետք է այո իրան ուշադրություն դարձնա, բայց վախի մեջ չապրե, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ մենք այսօր տեսանք շատ մարդիկ վախի մեջ ապրան, ժողովուրդ ջան։ Մի հատ սովորական կորոնավիրուս եկավ, չէ՞։ Մենք տեսնում ենք նաև այսօր գալու է մի հատ մտքի պատերազմ, շատ մարդիկ վախով ապրում են, ժողովուրդ ջան։ Չէ՞։ Հələ կորոնավիրուսը անցավ, բայց մտքի պատերազմը, ժողովուրդ ջան, չէ՞։ Երբ որ գալու է մենք տեսնում ենք շատ մարդիկ վախով ապրում են։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերը սորտնի, սիրասո, եթե Աստծո կամքի մեջ կար, որ մարդիկ պետք է մահանային, ուրեմն կմահանային, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք
մարդկանց մահի ընթացքը ինչ որ մի բանով պետք է մարդը դուրս գա այս մարմնի ժողովուրդ ջան ամեն մարդին տարբեր ժամանակներ կա տարբեր ձևի կա մեկ հիվանդության ժամանակ մենք այսօր տեսնում ենք շատ անգամ մարդիկ ավայրաններից են մահանում չէ հավատքի եղբայր եւ քույր ժողովուրդ ջան կապ չունի այո ծնողների համար շատ դժվար է մենք չենք ասում էշտա թե կինը կյանի մահացող թե ամուսին մենք տեսնում ենք սա դժվար է բայց Աստված ինքն է ընտրում ժողովուրդ ջան որ այս կյանքը իրա ձեռքերի մեջ է նա տվերը նաև պիտի վերցնի եւ մենք հավատում ենք երբ որ Աստված տանում է այդ մարդկանց երկինք ժողովուրդ ջան եթե դաս երկնքից ասես այ աղբեր արիցած այ քուրի ջան ասես այ աղբեր ջան ինչ հազիվ եկել եմ երկինք ել կամ ցած ինչ չնեմ ժողովուրդ ջան այսինքն այս մարդիկ որ արդեն ապրում են երկնքի մեջ այդ ուրախ այս մարդիկ էլ չեն գա ժողովուրդ ջան ուզում ես գնաս տիպա մենք տեսնում ենք ինչու համար սատանեն մինչև տառապում է սատանեն որ նա այդ երկնքի փառքը տեսել է եւ իրան ասված գցեց ցած ժողովուրդ ջան ինչու համար որտեվ նրա մեջ եկավ հբարտություն նա այդ գեղեցկության մեջ չհասկացավ որ դա Աստծո շնորհքն էր իր վրա որ ինքն այդքան գեղեցիկ էր ժողովուրդ ջան եւ նա այդքան բան չհասկացավ որ Աստծո սերը կար այնտեղ որ Աստված իրան դրեց բանի պաշտոնի մեջ եւ դա համար այսօր նա նայստում այ մարդ այս հողի մարմնի մարդը պետք է դա երկինք իսկ պետք է դա դժող կվարվի մեր հավիտյան ժողովուրդ ջան քեզ ով էր ասում հբարդաներ չէ ով էր քեզ ասում Այսօր շատ անգամ որ մարդիկ մեղանչում են ժողովուրդ ջան մարդիկ վախում են մեղքը իրաց գցում են սատանայի վրա ասում են սատանեն մեղավոր է այ քուրոջան այ եղբայր ջան քեզ քու մեղքը գցում սատանայի վրա Ես մի հատ բան կա չէ՞ մի օր տենում են սատանեն լացում ասում է քեզ լացում այ սատանա դες մայ մարդ ես հավատացան ինչ մեղ կոզմ սա գցում ինձ վրա ժողովուրդ ջան Սիրաշնորհ ջան սա լուրջ հարց է Լավ իմացեք, Աստված քեզի չի կրած տիպի, որ դու մեղանչես։ Նա քեզի միտք կտա, քամոզի, բայց նա իրավունք չունի քեզի զորով զաստավի տանա։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք գնում ենք մեղքի մեջ, դա այնի չի մեղավորը։ Մեղավորը մենք ենք, որ մենք չենք հնազանդվում Աստծո խոսքի եւ սիրո մեջ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը ուզում է, որ այսօր մենք ինչ անենք, սիրածո ժողովուրդ ջան։ Այսօր մենք կարողանանք Աստծո խոսքով սնվենք Եվ մենք ուզենանք, որ Աստված մեր կյանքի մեջ ապրի։ Այսօր դու պետք է ցանկանաս, որ Աստված քո հոգու աշխարհի մեջ ապրի, որ նա լինի քո առաջնորդը, նա քեզի պիտի առաջնորդես երկրի վրա, ժողովուրդ ջան։ Դամար թո Աստված օրհնի սիրածո ժողովուրդ ջան, Տերը օրհնի, այո, Աստծո վախը սուրբ է։ Աստծո ողը, որ Աստված մարդուն բերում է դեպի իր Աստծո վախի վրա, որը դա սրբություն է, որ դու արդեն վախենում ես Տիրոջ առջև մեղանչելու, այսինքն դու ուզում ես, որ Տիրոջ առաջ մաքուր լինես, սուրբ լինես, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսնում ենք մեր ամեն մեկ, երբ որ նայում ենք մի հատ հետ մեր առաջվա կյանքին, չէ՞։ Եվ հիմա ենք մենք նայում, այսինքն մեր դարձած ժամանակ, չէ՞, մենք տեսնում ենք, որ կան տարբերություն կա, ժողովուրդ ջան։ Այսինքն այն վաղ մենք ուզում ենք, ոնց ուզում ապրում ենք, բայց հիմա մենք այդ ծևեր չենք ապրում, ժողովուրդ ջան։ Մարդ ես կարող ունես, մենք չենք ասում։ Մարդ ես կարող մի օր սխալվես, մի օր բարգանաս, մի օր քո ձեն ավելի բարձր, մի օր կդատես, մի օր կբամբասես, մի օր հնարավոր է լինի ժողովուրդ ջան։ Բայց Աստված ուզում է, որ դու դրա մեջ չմնաս։ Աստված գիտա, որ մենք, այո, մենք հողից ենք ստեղծել, չէ՞, 103 Սաղմոսում ասում, Աստված գիտա, որ մենք հող ենք։ Շատ անգամ մարդիկ իր մեջի մեղքեր են փնտրում, այ մարդ ինչ կես փնտրում, այնքան մեղ կա մեջ, որ իշքան փնտրի, հա դուրս կգա դից էլի։ Փնտրենք Հիսուսին գտնենք, ժողովուրդ ջան։ Երբ ենք մենք փոխվե։ Երբ որ Տեր Հիսուսը 97 թվին այցելեց ինձ ժողովուրդ ջան, նա ոչ մի բան չասեց, մենակ իր սերը վիճավ իմ կյանքի մեջ։ Արդեն քո ամբողջ էջսավ դու մեղավոր ես, տղա ջան, ես ինչ մեղքեր ես, նա այդպես բան չասեց ինձ ժողովուրդ ջան, եւ ձեզ էլ չի ասել։ Երբ որ Տիրոջ սերը իջնում է քո կյանքի մեջ, այդ օրհնությունը ինքս ինքա բացում է քո ներսի բնությունը ժողովուրդ ջան։ Որ դու հասկանում ես, որ դու մեղավոր ես, բայց արդեն Տեր իր սերն է բացում քո կյանքի մեջ։ Աստված քեզի պիտի ազատի այդ խավարի ձեռքից։ Քաշի հանի դրա ձեռքի ժողովուրդ ջան։ Հիմա փառքս, երբ որ Աստված հանել է մեզ, ասում է տղա ջան, աղջիկ ջան, իմ ձեռքս բռնած ման արի։ Իմ ձեռքս երբեք չթողաս, ժողովուրդ ջան։ Եվ ես շատ անգամ որ մարդիկ այո տեսնում են ժողովուրդ ջան։ Այսօր որն է մարդու կյանքի անհավատությունը։ Տեսնում են որ
Աստված երևի իմ ձեռքը թողել է։ Աստված իմ աղոթքը չի լսում։ Ժողովուրդ ջան, ամենաշատ խորամանկությունը իրա ստեղ է։ Իրա ամբողջ ուշքումիկը, որ մարդու մեջի հավատքը ծռի Աստծո ավետանի վրա։ Հիմի Աստված մա տղա ջան, ես քեզ հետ եմ մինչև աղջիկ ջան, մինչև աշխարհի վերջ։ Այն անունը գալու ես խապում է ձեզի եւ ինձ ժողովուրդ ջան, չէ՞։ Նա ասում է բոլորն է խապի։ Եվ մենք այսօր տեսնում ենք, այո, շատ անգամ նա հասնում է հաջողության, ժողովուրդ ջան։ Ես շատ անգամ մենք սկսում ենք մտածել, մեր մեջ սկսում ենք տանջվել, Հիսուս ջան, այս ինչ է իմ վիճակս։ Ուր ես Տեր ջան, կարողանձի թողել ես, մեռած եմ, այս ինչ է իմ վիճակս։ Աստված ասում է տղա ջան, հələ մի հատ ինձի նայել է։ Ախր ես քո հետ եմ, քո մեջ ապրում եմ։ Սիասո ժողովուրդ ջան։ Տերս օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, Տերս օրհնի բոլորիս։ Մենք լսենք եղբայրներիս խոսքերը, որ Տիրոջ խոսքերն էին դրանք ժողովուրդ ջան։ Ինչ որ խոսում են եղբայրները, դրանք Աստծո խոսքեր են ժողովուրդ ջան։ Այն որ եղբայրները խոսում են, նրանք Աստծուց առնում են եւ տալում են ձեզ, եւ նաեւ մենք ենք սնվում ժողովուրդ ջան, չէ՞։ Ինչպես ենական ռուբիկապես է, մենք նույնպես սնվում ենք ժողովուրդ ջան։ Ես եղել եմ մարդկանց հետ վգայելուց Տիրոջ ներկայությունից ես լացել եմ ժողովուրդ ջան։ Բայց ես մարդուն եմ վգայում։ Ես զգացել եմ իրան ներկայ նույնպես գալու է իմ կյանքի մեջ, որտեղ մենք բոլորս կարիք ունենք Քրիստոսին ժողովուրդ ջան։ Որքան է տարի մենք հավատքի եղբայրներ ենք, ուզում ամենալավ քարոզիչ եղբայրներ լինենք, չէ, բայց մենք Աստծո կարիք մենք ուզում ենք երեխու պես հետա գնենք Հիսուսի ոտքերը գրկենք։ Մենք չենք տեսնում մեզի ամենաբարձր տեղերը, մենք տեսնում ենք, որ մենք Տիրոջ ծառաներն ենք։ Եթե մենք Տիրոջ ծառայում ենք, նաև մենք ձեր ծառաներն ենք, ժողովուրդ ջան։ Այս է հավատքը։ Հիսուս ուզում եմ քո ծառա լինեմ։ Տերը կասա լավ ես անում, տղա ջան։ Դե ծառայ քո քրոջ դու աղբորդ։ Բայց չէ Հիսուս ջան, ես ուզում եմ քո ծառան։ Դու Տեր ասում այդ տղա ջան, հենա, ծառայ քո քրոջ եղբորը։ Տերը օրհնի սիրասո ժողովուրդ ջան։ Աստված օրհնի ձեզ զորացնի, այն որ այսօր Տիրոջ խոսքը խոսվավ ժողովուրդ ջան, եւ այդ թմրության մասին եւ Աստծո վախի մասին։ Այո, մենք այսօր տեսնում ենք շատ մարդիկ Աստծո վաղը թողել են ժողովուրդ ջան։ Ասում են Աստված սերա, ոնց ուզում ես ապրի, ուզում ես հագնվի, մեկ Աստված սերա, քեզի բան չի ասում ժողովուրդ ջան։ Կարևորը սիրտն է։ Այդպես շատերը խապում են։ Եվ տեսնում ես մարդիկ միգուցե դաժե մեր մանգան, չես են կնեց են հագնում, զարմանում ես մեզ այ մարդ։ Ասում ախպեր ջան, կարևորը սիրտն է։ Այ քեզի բան։ Աստված եթե մեզի չի սովորացնում ժողովուրդ ջան, Աստված սովորում է նաև պարկեշտություն։ Այո, մենք կարող անհավատ ժամանակ մենք էծև չլինենք, բայց հավատքի մարդ արդեն ինքը ամոթ խացություն ունի ժողովուրդ ջան։ Կարող վաղմիսօր դու ծովապել չկրանաս հետաս, որտեվ սա դիմացը մերկ մարդիկ են ժողովուրդ ջան, չէ՞։ Տերս օրհնի սիրասո ժողովուրդ ջան։ Դամալ Աստված դնում է մեր մեջ ամոթ խացություն եւ ինքը տենում ես, որ ինչ որ բան քո հոգուտ աշխարհիդ անհաճելի բաներ կա, երբ որ կա ժողովուրդ ջան։ Այն վաղ որ կարա դու հայոյան կներես, դեմդ հայոյում են, կարա քեզ համար սովորական, բայց երբ որ հիմա են անում ժողովուրդ ջան, չէ՞, որ չես կես մարդկան բերանները փագե։ Այս մարդիկ անհավատ մարդիկ են ժողովուրդ ջան։ Աստված ուզում է այդ մարդկանց մեջ քեզի սուրբ պայի, մաքուր պայի, որ դու չխառնվես իրանց հայոյանքներին, ժողովուրդ ջան։ Միգուցե իրանք խմենել, հարպենել, չէ՞։ Բայց Աստված ուզում է, որ դու այդ մարդկանց մեջ, ժողովուրդ ջան, չէ՞, ապրես Աստծո վախով։ Շատ մարդիկ կարա վամսրետում են, ելում են լեռները մենակ ապաշխար են, ժողովուրդ ջան, չէ՞ այդպես։ Այդ եղել են մարդիկ, որ ելել են սարերը, որ մենակ ապաշխար են, մեղ չգործեն, չէ՞։ Աստված մա իջի ցած տղա ջան, այդ սարը ելնելով չի։ Մենք տեսանք, որ աշակերտները, երբ որ Տերը հանեց իրար աշխարհի լեռը վրա, Տիրոջ օրհնություն իջել էր, ժողովուրդ ջան։ Էնդե կանիշը լավ բան է։ Բայց Տերս չէ դիշնենք ցած։ Եվ իրանք իջան ցած, չէ՞։ Պետրոս էր, Հովհաննես եւ Հակոբոսն էր, որ Տերը առավելավ լեռան վրա, այլակերպություն ժողովուրդ ջան։ Եվ իրանք ճանապարհ անցան, չէ՞, Հակոբին մեր Հակոբ եղբորը սպանեցին սրով։ Այսինքն մեր եղբայրները նույնպես անցան այս ճանապարհները, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնել եւ մենակ երբ որ Տիրոջ ներկայությունը քո կյանքի մեջ գալու է, ել դու ոչ մի բանի մասին չես մտածում։ Բայց Աստված մեկ ուզում է ինձ ու քեզ բերա, որ նաեւ մենք տեսնում ենք մեր ներսը, մեր վիճակն ենք տեսնում, փորձություններ ա գալու, մի հատ կրակ ա գալու,
Մեկը տենում ես այս կարակ վառես քեզի։ Այս ինչ տեղը դու չանցար, ժողովուրդ ջան։ Տերը սորտնի սիրասո ժողովուրդ ջան։ Տերը սորտնի բոլորի դել։ Այն որ Աստված այսօր ուզում է իմ քո կյանքի մեջ իր գործ անի։ Այո, Աստված ինչ որ քո մեջ ծառավ, տեսավ, փապակ տեսավ, կարիք տեսավ, Տերը դրա այդ կերագուրը պիտի քեզի տա։ Ինչ կերագուր ես ուզում այսօր դու Աստծո ժողովուրդ ջան, չէ՞։ Ես մի քանի խոսք Տիրոջ խոսքից կարտանք հորդորական խոսքեր ժողովուրդ ջան։ Վերնագիրը Աստված մեր հայրը։ Վերնագիրը Աստված մեր հայրն է, ժողովուրդ ջան։ Այսօր կարող մենք այո լեզվով էլ ասենք, գլխով էլ ասենք, հայ եղբայր ջան, Աստված մեր հայրն է։ Բայց երբ որ Աստված տեսնում է, որ այո մենք որպես հայր չենք պաշտում, չենք հավատում մեր հորը, ժողովուրդ ջան։ Ասում է, եթե ես հայր եմ, որ եմ պատիվը։ Ուզում եմ կարտամ Եբրայեցիս գլխի ժողովուրդ ջան 12-րդ գլխի առաջի խոսքից մի քանի համարներ կարտանք։ Եբրայեցիս 12-րդ գլուխ առաջի խոսքից մի քանի համարներ կարտանք ժողովուրդ ջան։ Վերնագիրը Աստված մեր հայրն է։ Դու էլ կրած քո մեջ ասես, սիրելի քույր եղբայր ջան, որ Աստված իմ բաբարա, իմ հայրն է։ Այցե պետք է հավատաս, որ Աստված քո հայրն է։ Եվ մենք ինական խոսանքեր Աստված իմ հորը ձեռքի ձեզ ոչ մեկը չի կրա գողանա, ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Եթե մենք մնանք Աստծո ձեռքերի մեջ, այդ հավատքի մեջ մնանք, ժողովուրդ ջան, Տիրոջ խոսքի մեջ, Աստված մեր պահապանն է, ժողովուրդ ջան։ Ասում է ուստի առաջի խոսքը 12-ի առաջի խոսքը Եբրայեցի ժողովուրդ ջան։ Ասում է ուստի մենք ալ որչա վկաներու բազմություն շրջապատված ենք։ Ամեն ծանրություն մեր վրային մեկդի ձգենք։ Եվ մեզ դիվրավ պաշարող մեղքը։ Ասում է մեր վրային ամեն ծանրություն մեր վրայից ձգենք։ Այսինքն այն բանը, որ քեզի ծանրացնում է քո հավատքը, ասում է դի դենքցա։ Սա քո անհավատությունը կլինի, սա քո որ դու դավերա չես կանգնենք, այնքան բաներ կա որ քո կյանքի մեջ, որը քեզ ծանրացնում է հավատքի կյանքի մեջ։ Ասում է դրանք դենքցա, դրանք ընձի պետք չի։ Եվ դիվրավ պաշարող մեղքը, այն մեղքը, որ քեզ տանջում է, ասում է դրանից ազատվի։ Դենքցա էլի, ժողովուրդ ջան։ Եվ համբերությունով վազենք, համբերություն։ Ամենակարևորը հավատացյալ մարդու կյանքի մեջ, երբ որ մարդը ունենում է համբերություն, ժողովուրդ ջան։ Իմ կյանքի մեջ շատ է, երբ որ զգացել եմ, որ պետք է համբերեմ, շատ անգամ որ վռասել եմ, չեմ համբերել, զգացել եմ, որ սխալ արեցինք, ժողովուրդ ջան։ Այ երբ որ դու համբերում ես, Տեր ջան, էլ ոնց են, մի հատ էլ համբերեմ, Տերս մալը մի քիչ էլ համբերա։ Հələ մի քիչ էլ համբերա։ Ժամանակ կա, ժողովուրդ, չէ՞։ Մենք տեսանք, երբ որ Մովսես ելավ լեռը, ժողովուրդ, այս մարդիկ համբերություն չունեցան։ Եթե այս մարդիկ համբերեն, սпасեին մինչև Մովսեսին, իրանք պիտի օրհնված լինեին։ Բայց մենք տեսանք, որ այս մարդիկ չհամբերեցին, ժողովուրդ ջան։ Այսինքն որքան կարևոր է մարդու կյանքի մեջ համբերություն։ Կարա քու ներսը երրում է, ուզում ես խոսես, ուզում ես մերկու բանը դու ասես, բայց երբ որ ներսդ բերում ասում է տղա ջան, հələ մի քիչ համբերա։ Համբերա, որպեսզի Աստծո օրհնությունը տեսնես, ժողովուրդ ջան։ Եվ շատ եղեմ կյանքի մեջ, երբ որ համբերել ենք մի բանի մեջ, ժողովուրդ ջան, մենք տեսել ենք Աստծո օրհնություն այդ համբերության մեջ, շատ անգամ որ չենք համբերել, մենք ընկնում ենք դժվարության մեջ, ժողովուրդ ջան։ Համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը։ Հիսուսին նայենք, ժողովուրդ ջան։ Հենական մեր եղբայրը խոսեց, մա մենք պետք է ում նայենք, Հիսուսին, ժողովուրդ ջան։ Այ երբ որ մենք նայում ենք կողի, եղբորը, քույրիկին, շատ անգամ կարող մարդիկ ընկնեն։ Մենք ընկնենք, ժողովուրդ ջան։ Ինչո՞մ ասեմ, երբ որ դու տեսնում ես քույրիկա, եղբայրա տարիներով է եկել, տեսնում ես դժվարություն կա, խնդիրներ կա, չէ՞։ Եվ շատ մարդիկ ընկնում են դժվարության մեջ, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք ինչ ասում Տիրոջ խոսքը, ասում է Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին, այսինքն ում դու պետք է նայես եւ ես, ժողովուրդ ջան։ Աստված ինձ ու քեզ որտեղ է ուղղում, որ մենք ում նայենք, ում տեսնենք, չէ՞։ Մեր Տեր Հիսուսին պետք է նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, այսինքն մեր մեջի հավատքի առաջնորդն ու կատարող դա Տեր Հիսուսն է։
Մենք պետք է իրանից սովորենք, իրան պետք է նայենք շորժան։ Այո, մարդիկ կգնեն, մենք էլ շատ անգամ ունենանք սխալներ թերությունը, չէ՞։ Բայց երբ որ քո հավատքդ Աստծո վրա է, Տիրոջ խոսքի վրա է, ժողովուրդ ջան, եւ այսօր դու ես զգուշանում ես ամեն քո ապրած կյանքի համար։ Հիշում եմ մի եղբորը երբեկան պես եղբայր, վգամ մեկ անցին եղբայրին եղբայրը ընկել է, ասում է եղբայրը հիմա մեր հերթն է։ Այսինքն եթե անոնը դա կրծավ գծեր, դու դել վախեցի, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինչու համար այսօր Տեր Հիսուս ասում է, որ դու ինձ նայա, քո հավատքի առաջնորդին ու կատարողին, որի արժև կեցած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթ արհամարեց ու Աստծո աթոռին աշկողմը նստավ, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ սա ամոթը արհամարեց, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ այո, Տեր եկել էր Աստծո որդի էր, եկե որպես մարդ դառավ, ժողովուրդ ջան։ Պատկերացնում ես, երկնքից Հիսուս եկավ, մարդ դառավ, մահականացու մարմին ակավ եւ ամոթը արհամարեց։ Թեգուս ինքը Տերերի Տերն էր, բայց ինքը ամոթ արհամարեց, վերցրեց այդ խաչը գնաց դեպի ժողովուրդ ջան։ Այդ մեր համար բերեց այդ խաչելության ճանապարհը։ Այսօր մեզի մի բան չեն ասում, մենք այո նեղվում ենք, բայց մենք տեսանք, որ մեր Տեր Հիսուսը Տերերի Տերն է, ժողովուրդ ջան։ Նա ամոթը արհամարեց եւ նստավ Աստծո աշկողմը։ Այդտեղ է մեր կյանքը։ Երբ որ դու համբերությամբ սպասում ես Տիրոջ, երբ որ դու անցնում ես այս ճանապարհը, երբ որ քո հույսը հավատքը Աստծո խոսքի վրա է, եւ քո առաջնորդը Տեր Հիսուսն է, քո կյանքի ուղին պետք է տաս Աստծուն եւ ես ժողովուրդ ջան, որպեսզի մեր կյանքը ինք առաջնորդի եւ ինձ ու քեզ տանի։ Եթե Տեր Հիսուս ձեռքով գնաս, օրհնյալ ենք մենք ժողովուրդ ջան, որտեղ Աստված քեզի վատ տեղ չի տանում երբեք։ Նա քեզ տանում է այն տեղը, որտեղ կա օրհնություն, ողորմություն եւ կյանք, ժողովուրդ ջան։ Այո, մենք այսօր տեսնում ենք ժողովուրդ ջան, շատ անգամ կրակը որ գալում է, նեղություններ, դժվարությունն է, ժողովուրդ ջան, չէ՞, մի պատկերացրեք, երբ որ ոսկուն կրակ են տալում, ես ոսկին կարա թե լեզուն է գոռա այ մարդ, այս շկանեք ընձի վառում, այ ոսկի ջան, եթե չվառեք դու չես մակարվի, չէ՞, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք ինչու համար այսօր մեր կյանքի մեջ գալում է ամեն բանը։ Այո, քեզ համար այսօր դժվար է, կարող այսօր դու գոռաս, ճվաս, բողոքես, տրտնջաս, ասենք մարդ ենք, ժողովուրդ ջան։ Բայց Աստված սա բերել է իմ ու քո օգտի համար, նա վառում է քո ներսի վադն է վառում, ժողովուրդ ջան, նա քեզի չի վառում, նա քո մեջի վադն է վառում, քո մեջի չարիքն է վառում, Տերը դա է ուզում վառել, ժողովուրդ ջան։ Աստված չի եկել որ մեզ սպանի, Աստված եկել է մեր մեջի այդ մեղքը սպանի, այդ ցանկությունը ինչ որ կա մարդու կյանքի մեջ, ժողովուրդ ջան, չէ՞։ Այո, մենք ապաշխարում ենք, զղջում ենք, գալում ենք Տիրոջը, բայց բաներ կա մեր կյանքի մեջ դեռ պատերազմում է մեր դեմ։ Մարմնի ցանկություն կա, ժողովուրդ ջան, չէ՞։ Մի դասմատ համար կրակ է տալում մեկ իշ, կրակ ուժեղացնում է, որպեսզի իր երեխեքը փայլուն եղնեն, փայլուն, ոսկուց էլ փայլուն, ժողովուրդ ջան։ Տերը սորտնի, որ այդ ճամփեն, որ Տերը դրել է մեզ բոլորիս ինքն է անցկացնում, ժողովուրդ ջան։ Դա համար փառք Աստծո, որ Աստված այսօր մեզ անցկացնում է այս ճանապարհի մեջ, ժողովուրդ ջան։ Եթե Աստված այդ խաչը որ դրել է քո ուսին, լավ իմացի, եթե Տերը քեզ չօգնի, որ դու կանցնես, ոչ էլ ես։ Շատ անգամ մենք մտածում ենք, որ այո, մենք անցնում ենք այսինչ դժվար են ճանապարհ ենք անցնում, Հիսուս ջան, այս խաչի ճամփեն։ Բայց հետարքի երբ որ Տեր Հիսուսը բացում է իր խոսքը, ժողովուրդ ջան, այդ խաչը որ դու վերցրել ես, դու մենակ չես գնում։ Սիրելի ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորի դել։ Հետարքիրա մենակ Ղուկասի մեջ է տալում այդ խոսքը, հեսա որ գտնեմ, ժողովուրդ ջան։ Ինչ համար Տերը բերեց ստեղ։ Ավետարանի մեջ մենակ Ղուկասի մեջ է նշում այս ժողովուրդ ջան, հեսա ուշադիր կլինենք։ Երբ որ ես կարտացի, հետարքիր էր, Տեր Հիսուս, երբ որ բացեց այս խոսքը իմ կյանքից մեջ, հալելույա, Հիսուս ջան, ոտքերդ համբյուրեմ։ Ուրեմն Ղուկաս ավետարան 23-ի ժողովուրդ ջան, 26 խոսքից որ կարդում ենք, կակրած վերաբերում է այսօրվա այս մեր Տիրոջ խոսքի թեմային, ժողովուրդ ջան։ Ղուկաս ավետարան 23-ի 26 խոսքն ինչ ասում։ Սմայ մենակ այստեղ է գրա, ժողովուրդ ջան։ Ասում է, երբ զանիկը կտանեն, Սիմոն Կիվրանացի սված մեկը բռնեցին, որ արդեն գու կար,
եւ խաչը անոր վրա դրին, ուշադիր ենք լսում ժողովուրդ ջան, որպեսզի Հիսուսի ետևեն տանի, հալելույա, Հիպոլիսի կարտածի ասես, Տեր ասես, ասում մենակ ես մի տեղն ա գրած, ասում խաչը դրին Սիմոնի վրա, ասում որպեսզի Հիսուսի ետևեն տանի, այսինքն Հիսուսը մեզանից առաջ ասում տղա ջան, օրհնյալ է Տիրոջ, երբ որ իր խոսքը ինքը բացում է, նրա մեջ օրհնություն կա, ժողովուրդ, այսինքն դու մենակ չես այդ խաչ առածետում, տրտնջում ենք, բողոքում ենք, Տեր ասում է, ախր ես քո արջևից եմ ետում, տղա ջան, երբ որ ես խոսքը կարտացի, ասում խաչ անոր վրա դրին, որպեսզի Հիսուսի ետևեն տանի, հալելույա, Հիսուս ջան, ոտքերդ համբյուրեն, պապա ջան, մեր հայրը օրհնյալ է, ժողովուրդ ջան, այո, դու չես տեսնում, այս աչքերը չի տեսնում, որ Հիսուսը քո արջևից ետում է, սա կա հավատքի աչքեր, նաև կա Աստծո խոսք, ժողովուրդ ջան, դու պետք է ունես հավատքի աչքեր, նաև Աստծո խոսքի համար, այդ հավատքի աչքերով պիտի տեսնես քո հորը, Աստծո խոսքի միջով, ժողովուրդ ջան, Դամար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, պես մի վկայություն, երբ որ մի եղբայր Տիրոջ հետ ետում է, ոտնահետքեր ներվում է, վերջ ետում տենում եմ, դարավ երկու ոտնես, մա Տեր ասվա տունցի թողեցիր, երկու ոտնկա հետ մնացիր, մենակ ոնց որ մի օքին հետ, ասում տղա ջան, դու իմ գրգում ես, ես քեզի չեմ թողե, ժողովուրդ ջան, լավ իմացեք, Աստված իր երեխեքին չի գցում, Իշքան է դժվար լինես, իշքան է պրոբլեմ մարդ ու լինես, չէ, քույրի կամ եղբայր լինես, չէ, Աստված մեզի ուզում է օգնի, մեզի փոխի, դամար մի հատ կրակ կբերա, մի բան կբերա, ժողովուրդ ջան, չէ, որպես երեխեքը մաքրվեն, սրբանան, սուրբ եւ մարդիկ այսօր մտածեն, որ իրանց ապաշխարությունն է պետք, ժողովուրդ ջան, որ մարդիկ, այդ որ եղբայրը կա, չէ, թմրություն, այնպես մի հատ թմրություն է գալում հավատքի մարդու կյանքի մեջ, մարդը թմրում քնում է, ժողովուրդ ջան։ Իր համար արդեն սովորական է, բայց Տերը բերում է մեզի նույնց արթնացնում է, որ իր երեխեքը չթմրեն ու չքնեն։ Այ դու, ես դու ունենք Աստծո վախ, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք արտադիմ չէ, որ Սենք Տեր Հիսուսը ինչ արեց, իմ ու քո արջևից գնում է։ Սիրելի քույր եղբայրներ ջան։ Տերը սորհնի։ Արմիտքդ բերեք երրորդ խոսքը։ Զանիկա, որ այսպես համբերես մեղավորներուն իրեն դեմ հակառակ խոսելուն, որ չլատ է ձեր անձով հոգնեք ու թուլնակ։ Տակավին այրուն թապերուչա պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին։ Ժողովուրդ ջան։ Ասում դաժե այրուն թապելով պատերազմեք, բայց հակառակ չկեցակ մեղքին։ Այսինքն տեսանք, որ այս տվյալ մարդիկ իրանք թուլացան, նոյից սկսին մեղանչել, տեսնում մինչև այրուն թապելով պատերազմեցար, բայց չկարողացար, ժողովուրդ ջան, չէ։ Այսինքն մենք տեսնում ենք ինչ է Տերը ստե բերում։ Տերը մեզի բերում առաջին համբերության ընթացք, Տերը բերում է քեզի հավատք եւ բերում է քեզ աղոթք, ժողովուրդ ջան, չէ, մենք ենական խոսած ենք, որ շատ անգամ մարդիկ իրանց աղոթները թուլացնում են, ելին ուժը չունի քո աղոթքը կամ իմ ժողովուրդ ջան։ Աղոթել ես չես փոխվի, աղոթել ես մի բան չի ստացվի, աղոթել ես դել քանի տարիներով մարդիկ չեն ապաշխարում, չէ։ Եվ շատ անգամ մարդիկ էլ իրանց երեխեքի համար պես չեն էլ աղոթում կարգին, ժողովուրդ ջան։ Դե երեխեքս խելոք են, եղբայր ջան, լավ են, ինչ կապ ունի խելոք են, ժողովուրդ ջան։ Լավ որ խելոք են, բայց բոլորին ապաշխարություն է պես, ժողովուրդ ջան, չէ։ Այսինքն մենք տեսնում ենք ծնողի ուրախությունը որտեղ է, երբ որ տեսնի իր երեխեքը ապաշխարում են, այդ է գալու է քո ներսը ուրախություն։ Այսօր ես թորին ես բան եկցել չի աղոթքը, ժողովուրդ ջան, երբ չգիտեմ որ տարի որ գնացի տուն, այդ մեկը փոքր աղջիկա, սա աղջիկն էր, Ռոզան, մեկն է Դանիելչիկն էր, մեծ աղջիկա, սա տղեն է։ Որ բդի նոր մտա տուն, եկել որ սա նոր գնում եմ, բա պապի քո համար աղոթում ենք, ասի լավ եկա, ես մտա տուն, դրանք ես գինգիրանք չոկան ու աղոթ կան, ժողովուրդ ջան, ես պայն սապիսային։ Եվ հիմա 4 երեխեն հետում են պաշտամունքի, 4 թորինես, 9 տարեկան ու մեկ էլ փոքր։ Իշքան ուրախություն իմ համար, ժողովուրդ ջան, նաև ձեր համար ուրախություն, երբ որ ձեր երեխեքը գնում են պաշտամունքի, կապ չունի դեր երեխեն փոքրա թե մեծա, ժողովուրդ ջան։ Այստեղ է մեր ուրախությունը, երբ որ տեսնում եք, որ այո, մեր երեխեքն են գնում պաշտամունքի, ժողովուրդ ջան։ Կարա քո աչքից արտասունքներ եկա, ուրախության արտասունք, կյանքի արտասունք։ Սիրասո ժողովուրդ ջան, դա համար Տեր ասում է, բրի պատերազմեք մինչև վերջ։ Տիրոշմով ձեր աղոթները մի թուլացրեք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Եթե աղոթել ես պատասխան չկա, եթե ես աղոթել եմ պատասխան չկա, Տեր ասում է մեկի չել համբերա տղա ջան։
Տեր Հիսուս էլ համբերությունս բարձել էլ չգիտեմ ինչ անեմ, ասում եմ մի քիչ էլ համբերա, ոչինչ, տղա ջան, լավ կլինի։ Եվ մենք այս անգամ տեսնում ենք, երբ որ մարդը համբերում է, որ թե ձեռքերը ծալած անց, մեզ մարդը իր աղոթները ավելի է շատացնում։ Սիրասո ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ կռվի ժամանակ ժողովուրդ ջան, երբ որ մարդկանց երեխեքը բանակ գնացին, այդ ծնողը հավատացած դառար հավատացած ժողովուրդ ջան, չէ՞։ Ճիշտ է, այդ վաղ եղել եմ Մագադանում եմ, բայց ովքեր Հայաստան են եղել, ժողովուրդ ջան, 44 օր չէ՞ ասում եմ։ Եղբայրներ վգայում են ժողովուրդ ջան, որ այդ անհավատ ծնողները գալու են պաշտամուկի։ Այ մայր, ինչես եկե պաշտամուկի։ Վատտեղես ընդեղա։ Աղոթեք Սալամանտ կա, լավ, խարաշո, աղոթեցինք եկավ տղետ, հետո էլ շո, այդ մարդը մոռացավ Աստծուն ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մարդիկ այս երկրավոր բանի համար է մենակ Աստծուն պաշտում ժողովուրդ ջան։ Բա քու տղեն անփորձանք եկավ, բա միա չգաս քու հորդ շնորհակալություն հայտնես։ Ասես շնորհակալ եմ հայր, որ դու իմ աղոթքը լսեցիր եւ քո ժողովրդի աղոթքը լսիր ժողովուրդ ջան, որ այդ մարդիկ եկան պաշտամուն են, որտեղ եղբայրները աղոթք վերցրեցին եւ շատ քույր եղբայր աղոթում են տվյալ մարդու համար։ Եվ Աստված իր սուրբերի աղոթքը լսում է։ Այն որ դու աղոթում ես ինչ որ մեկի համար, Աստված քու աղոթքը լսում է, շատ անգամ կարող ես մարդը փրկվի, այս մարդը կմտածի մարդ, այս ինչ էր։ Ինչ էր։ Համար աղոթել են ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի ժողովուրդ ջան։ Եվ 5-րդ խոսքս մա մոռացակ այն հորդորը, որ ձեզի հետ կխոսի, որպես թե որդիներու հետ։ Ասում մոռացակ այն հորդորը, որ ձեզի հետ կխոսի, որպես թե որդիներու հետ։ Որդյակի տիրոջ խրատը մի անարգեր ժողովուրդ ջան։ Հիմա կարող ես որ դու հարցնաս, բա եղբայր ես ոնց հասկանամ տիրոջ խրատը որն է, ես տիրոջը չեմ տեսնում, ինձ ոչ մի բան Տերը չի ասում, չէ՞, ժողովուրդ ջան։ Այսինքն տիրոջ խրատը իր ավետարանն է նաև եւ հնարավոր է, որ թե հնարավոր է, ասենք նաև եղբայրների միջոցով քեզ կխոսի ժողովուրդ ջան։ Առաջին ավետարանը պիտի քեզի բացի Տերը նոր այդ ավետարանի միջոցով պետք է եղբայրները քեզ հորդորեն։ Աստծո խոսքը հորդորում է քեզ ժողովուրդ ջան։ Ինչպես քույրիկը վգայես չես, այո, Աստված այն որ տեսնում է քեզ, նա հորդորում է քեզ, որ դու ել չմնաս դրա մեջ։ Սիրելի քույր եղբայրներ ջան, Տերս օրհնի բոլորի։ Ասում մոռացակ այն հորդորը, որ ձեզի հետ կխոսե որպես թե որդիներու հետ, որդյակ իմ տիրոջ խրատը մի անարգեր, ինչպես եղբայրը խոսած Աստծո վախի մասին ժողովուրդ ջան, չէ՞։ Նաև մենք տեսնում ենք սա որդյակ իմ տիրոջ խրատը մի անարգեր ու անկե հանդիմանվելով մի թուլնար։ Մենք այսօր տեսնում ենք շատ անգամ Տերը մեզ հանդիմանում է, Տերը մեզ սովորացնում, ասում է տիրոջ հանդիմանելով մի թուլցի, այսինքն Տերը քու օգտի համար է հանդիմանում ժողովուրդ ջան։ Երբ որ քու երեխեն մի չարություն անում, չէ՞, ասենք, երբ որ դու երեխուն սկսում ես վերջը ջղայն անաս կարավրեն, ասես տղա ջան, ես ինչ արկա, մի հատ էլ հայրես, էլի մի հատ էլ ապտակ խփես ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, կարա այս երեխեն մտածում մարդ էս պապաս, էս ինչ դաժանձի, մի հատ էլ ապտակ խփես, բայց հայրը ինչ է մտածում, հայրը մտածում որ վաղ միսօր երեխեն, վաղ միսօր չէ դա դառնի նարկոման, գող, ավազակ, չէ դա երեխեն մաքուր ապրի ժողովուրդ ջան, չէ։ Մենք տեսնում ենք, որ նույնպես Աստված ասում է տիրոջ խրատը մի անարգա իմ ու քո կյանքի, որ Տերը մեզ խրատում է ժողովուրդ ջան, չէ։ Ասում է տիրոջ խրատը մի անարգա ու անկե հանդիմանելով մի թուլնար, վասն Տերը իր սիրածը կխրատե ու կծեծե ամեն մեկ որդի, որ կընդունե ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, ասում է Տերը իր սիրածին, այսինքն դու Աստծո սիրած տղեն ու աղջիկն եք։ Եթե իր սիրած տղեն ու աղջիկն եք, իր բալիկն եք, Տերը ձեզ պիտի խրատի ժողովուրդ ջան։ Այսինքն բաներ կա, որ Աստված ինքն է տեսնում ժողովուրդ ջան, կարող է շատ անգամ մենք չենք տեսնում, բայց Աստված տեսնում է։ Շատ անգամ կարող մենք տեսնենք մարդկանց, ասենք այ մարդ, այս մարդուն ինչ եղավ։ Չէ՞։ Երբ որ նային հոբի կյանքի մեջ չես, այն մարդիկ ովքեր հոբին ճանաչում են, ասեն այ մարդ, այս հոբն չես վիճակին ասավ։ Չէ՞։ Բայց Աստված նույնպես գործ ուներ հոբի հետ ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ հոբը իր կյանքի մեջ ինչ ասեց, ես այն վատ անգարներով էլ լսում, բայց հիմա աշկերս է տեսնում։
Այն վատ որ քու ագաժներ ես հիմա քու աշկերտ տեսնի Տեր Հիսուսի, մեն հավատքի աշկերտ եւ դու տեսնես Հիսուսին, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրտնամ է սիրասո ժողովուրդ ասում եմ։ Վազտերի սիրածը կխրատե ու կծեծե ամեն մեկ որդի որ կընտունի։ Եթե որ դու ընդունել ես Տիրոջը, դու դառել ես Աստծո որդի։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, ժողովուրդ ջան։ Այս երբ որ դու ընդունել ես, դու արդեն դառել ես Աստծո զավակ ես դառել, իրա բալինն ես դառել։ Դա համար մենք արագ ես ինձ ու քեզ խրադի ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք, այո, մեր օգտի համար այնում ժողովուրդ ջան, որ Աստված ինչ ասում։ Ինչպես եղբայրները խոսածին, չէ՞։ Մարդը չթմբրի հավատքի կյանքի մեջ եւ մարդ ունենա Աստծո վախ։ Աստծո վախը քեզի շատ բաներից պահում է ժողովուրդ ջան։ Շատ բաներից քեզի զգուշացնում է Աստծո վախ եթե ունես։ Իսկ եթե մարդ Աստծո վախ չունեցա, ժողովուրդ ջան, այսինքն սա չէ որ մարդը ես Աստծուն հավատում եմ։ Ամբողջ աշխարհը կարող ասեն ժողովուրդ ջան, ուզում ես գնահատա, նույն հարցում ես Աստծո հավատում ես, հայ եղբայր ջան, աղբեր ես Աստծուն մեռնեմ Աստծո զորությանը։ Բայց երբ որ նայում ես մարդկանց գործերին, ժողովուրդ ջան, դե հավատ չկա։ Շատ անգամ ասում ենք մենք հայրս ընդունել ենք քրիստոնեություն, առաջինը ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մենք նայում ենք մեր ապրած կյանքի մեջ, մենք չենք ապրել որպես քրիստոնյա, մենք ապրել ենք որպես մեղքի կյանք ենք ապրել ժողովուրդ ջան։ Այ երբ մենք դառանք քրիստոնյա, երբ որ մենք ընդունենք Տիրոջը։ Հենց այնպես այդ մարդկանց չասին աշակերտին քրիստոնյա, նրանք տեսան Քրիստոսի կյանք այդ մարդկանց մեջ իր աշակերտը, ժողովուրդ դամարցին քրիստոնյա կոչեցին։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի սեր ժողովուրդ ջան, եթե Աստված ինձ ու քեզ խրադում է, նա մեր օգտի համար անոսում է մի թույցայ։ Էլ всё, պրծավել պաշտամուկի չեմ գնա, էլ չեմ աղոթե, չէ՞։ Այսինքն տեսնում ենք, որ մարդը թուլանում է Աստծո խրատի մեջ, ժողովուրդ ջան։ Այն որ այսօր Աստված ինձ ու քեզ հորդորում է, նա մեր օգտի որպեսզի տեսնում է, այո, տեսնում է, որ շատ երեխեք թուլանում են, շատ երեխեք թողում են արդեն պաշտամուկները, շատ երեխեք էլ չեն էլ աղոթում։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի սիրասո ջան, Աստված մեզ սիրում է, օրհնյալ է իր անունը, սիրասո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորս էլ։ Եվ 7-րդ խոսքը ասում է, եթե խրատի համբերեք։ Այսինքն մենք տեսնում ենք նաև 7-րդ խոսքը, եթե խրատի համբերես, եթե Աստված քեզ խրադում է ինձ ու քեզ ժողովուրդ ջան, ասում է, եթե խրադին համբերես, սիրասո ժողովուրդ ջան, այսինքն Աստված մեզ բերում է համբերության։ Այլ մի քիչ էլ համբերա տղա ջան։ Աղջիկ ջան, մի քիչ էլ համբերա։ Եվ երբ որ մենք տեսնում ենք, երբ որ մենք այո համբերում ենք, մենք տեսնում ենք Աստծուց շատ օրհնություններ եւ շատ անգամ ասում ենք, Այսուս ջան, փառք ես, լավ այս այդ վաղ չխոսացի։ Միգուցե ավելի շատ դժվարություն, ավելի լավ ես անգամ համբերից Իսուս ջան։ Ժողովուրդ ջան, եւ դու սկսում ես Աստծուն փառտաս։ Հիմա եթե խրատի համբերեք, Աստված ձեզի հետ որպես թե որդիների հետ պիտի վարվի, քանզի որ որդին է, ան որուն հայրը զինք չի պատճեր։ Հարցա տալում ժողովուրդ։ Հիմա քանզի որ որդին է, ան որուն հայրը զինք չի պատճեր։ Հարցա տալում ինձ ու քեզ։ Այսօր մենք շատերս ծնողներ ենք ժողովուրդ ջան, չէ՞։ Շատերս ծնողներ ենք։ Նրանք հարուտախպես էլ Տերը տա։ Եվ մենք այսօր ունենք, այո, երեխեք ունենք, թորնիկներ ենք, այսօր մենք հասկանում ենք ծնողի ընտասկը ժողովուրդ ջան, չէ՞։ Ծնողի վարվելակերպ իր երեխեքի համար։ Մենք տեսնում ենք ծնողը ամեն իր ջանքը դրած իր երեխեքի համար աղոթում է։ Մենք տեսնում ենք, որ դաժե կենտանությունը չէ, որ իրանց ցակերի վրա գալու է վտանգավոր մի բան, մայրը փայում է այդ երեխի, իր ցակերին փայում է, թույլ չի տալու։ Կարող մինչև վերջը պատերազմ, կարող այդ մայրը մահանա, բայց ինքը թույլ չի տա, որ իր ցակերին ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք ասում է ձեր հայրը որը չի պատճում ձեզ։ Ինձ ու քեզ հարց է տալու։ Բայց ինքն էլ մեր հոգևոր հայրն է ժողովուրդ ջան։ Եվ դա համար Տերը բոլորս էլ օրհնի սիրասո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի ինձ էլ քեզ էլ, որ Տիրոջ խրատի մեջ այսօր մենք չթուլանանք։ Ավելի լավ է համբերենք, սպասենք Աստծո օրհնության ժողովուրդ ջան։ Այո, Տերը մեզ խոստացել է երկինք։ Շատ անգամ մարդիկ ասում են, բա ուր այն մարդը կան ասում եք եկավ ու չկա։ Չէ՞։ Ժողովուրդ ջան, ինքան մենք Աստծուն փառք ենք տալու, եթե Աստված կար 96 թիվը կամ 97-ի հունվարին, ես չէի փրկվել։
Այսօր շատերդ ուշ եք ապաշխարե։ Հələ պատկեց եթե կար այն թվերին շատերդ այսօր չեք փրկվե։ Այդ տվյալ մարդը չի ասում, եթե Աստված ուշացնում է իր գալը, դա ուշացում իմ ու քո օգտի համար, որպեսզի շատ մարդիկ փրկվեն ժողովուրդ ջան։ Աստված դժոխքը չի ստեղծել մարդկության համար ժողովուրդ ջան։ Բայց այսօր տեսնում ենք մարդիկ իրանք են ձգտում այդտեղ։ Համարթո Տերը օրհնի սիրաժողովուրդ ջան, Տերը օգնի, որ մենք իր համբերությունով լեցվենք, Տիրոջ խորհուրդներով, խրատներով եւ ունենանք Աստծո վաղ եւ ինչ որ եղբայրը խոսել թմբրության հարցը մեր կյանքի մեջ մենք պետք է նայենք, որ հանգարց չթմբրենք ու չքնանք ժողովուրդ ջան։ Համարթո Տիրոջ անունը փառավորվի, սիրաժողովուրդ, կանով կվերջացնենք։